2024 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն բարձրացրեց դիվանագետների աշխատավարձը 80%-ով։ Ասացին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար 80% հավելավճար է պետք։ Բարձրացրին, բայց որ աշխատանքի համար, այդ որ երկրի շահերն են պաշտպանել։ Կրկնակի աշխատավարձ ուզողները կրկնակի լավ են աշխատում, որ Սիրիայում մի քիչ խառնվեց իրար, հյուպատոսը թողեց ժողովրդին փախավ։ Նա ում շահերն էր սպասարկում։ Նայեք Եվրոպային, ղեկավարի մի որոշմանը դեմ լինելով դեսպաններ են հրաժարական տալիս։ Ձեզանից որ մեկն է հրաժարական տվել Նիկոլի քաղաքականության պատճառով։ Ասում է հապկի հետ խորացնում ենք, ձեզ համար օքեյ է։ Ասում է սառեցնում ենք, ձեզ համար օքեյ է։ Ասում է Ռուսաստանի հետ աննախադեպ ծրագիր ունենք, ձայն չեք անում։ Ասում է Եվրամիություն ենք մտնում, ձայն չեք անում։ Կարևորը թող ձեզ փող տա, մնացածը հեչ։ Շատ մեկ էլ զանգի, ասի կնիկս ձեր երկիր է այցելում, տեսեք որ խանութներն ա գնում, որ ուղեկցեք։ Մեկ էլ տեսեք որտեղից կարող եք մարդմուրդ ճարեք, որ դալիճ լցնեք, որ ես գամ։ Ձերը աշխատավարձ չէ, լռության թոշակ է, գլուխը կախ ենթարկվելու գին է։ Դրա համար էլ Նիկոլիկինը իրեն իրավունք է վերապահում դիվանագետներին համարել քայլող, խոսող, շնչող, արտաշնչող, անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ տեսլականի մի բարդույթի։ Թույլ եք տվել։